Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Կոտայքի մարզում էր Նայիրի համայնքի բուժական բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվել է, իսկ Ակունք համայնքի Նորգյուղ բնակավայրում կառուցվել նոր մանկապարտեզ։ Նիկոլ Փաշինյանը շրջել է կառուցված կամ նորոգված դպրոց մանկապարտեզներում։ Վարչապետը չնախատեսված կանգառներ է կատարել մի շարք այլ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ։ Արդեն ահագին տեղերում շինարարության որակի փոփոխությունը տեսնում ենք, էլի։ Այդ շատ կարևոր է, իհարկե պետքա դեռ փոխվի, բայց արդեն որ այդ շարժը նկատելի է, արդեն դա շատ կարևոր բան է։ Դե շնորհավորում եմ, շատ լավ է ստացվել, բայց մի հատ խնդրեմ կա։ Հələ երեխեքի տեղ կա։ Պետքա նկատի ունեմ երեխեքի թիվը ավելի, այո։ Ճանապարհը աճել կա եւ ուրախությամբ նկատեցի, որ նորակառույց տներ կան եւ կառուցման ընթացքում գտնվող տներ կան։ Այդ տեղացիներն են կառուցում, թե դրսից են գալիս։ Շատ ավելի լավ, որովհետեւ ասում եմ ճանապարհն էլ Խուդացյանը ասեց 9.5 կիլոմետր նախագիծը արվում է, որ կառուցվի։ Շատ լավ տեղաձերգ է, շատ։ Հələ մեծ հետիոտնային անցումը ցույց տու։ Ասենք ենթադրենք ճիշտ է, հիմի մի քիչ բան է, սեզոնի վերջն է, բայց գյուղում ունենալ հետիոտնային անցում, այդ շատ կարևոր բան է։ Այդ չեմ ասում, փողոցը պարզ է։ Եվ երբ որ ասում ենք մենք գյուղերը ցեխերից պետք է հանենք, այդ շատ կարևոր բան է, որովհետև ինչի պետք է գյուղում կանխավարկած լինի, որ մարդիկ ցեխի մեջ պետք է, բայց ասենք գյուղում ունենալ հետիոտնային անցում, այդ շատ ուճուր նյուանս է, բայց շատ կարևոր բան է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, խնդրում եմ այսա սեզոնը, այս բրծնի անպայման ինչա պետք անել, մի հատ այս հետիոտնային անցումը, գծանշումը, որտեղ դա գյուղում լրիվ ուրիշ տրամադրություն է ստեղծում, ունենալ ճանապարհ, գյուղի մեջ ունենալ գծանշում, ունենալ հետիոտնային անցում, այդ շատ կարևոր բան է, որովհետև մարդու բանն էլ է, ինքնազգացողությունն էլ է փոխվում, որ այսինքն ինչի պիտի իր բնակավայրում չլինի հետիոտնային անցում, չլինի գծանշում։ Բարև ձեզ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել դիմելով Սամվել Կարապետյանին։ Կալուգացի Սամվելի իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը Ռուսաստանում խնդիր կունենա թե ոչ եւ արդյոք տնտեսվարողներն անհանգստանալու առիթ ունեն։ Լրագրողների հարցինի պատասխան պետեկամուտների կոմիտեի նախագահն ասել է, որ այս պահին բողոքներ չի ստացել, այն ինչի մասին խոսվում է նոր երևույթ չէ։ Պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր լինում են։ Էդուարդ Հակոբյանը երկու խումբ խնդիրներ է առանձնացրել, որոնք իր խոսքով կառավարելի են։ Մենք պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք։ Նույնը օրինակ անցած տարի եթե կհիշեք, տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել, եւ դա հատկապես լարսը անցնելուց լինում են հատկապես ֆիտոսանիտարիական հարցեր, օրինակ ինչ որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թույլատվում են, այսինքն ինքը այտենց բնականon գործընթաց է, որը որ ունենում ենք եւ մեր հորդորը մեր հարկվճարողների եւ բիզնեսմեններին նա է, որ հետևեն այդ պահանջներին, որովհետեւ շատ երկու հիմնական խնդիր ենք օրինակ անցած տարի արձանագրել, լինում են դրվագներ, որ այդ ապրանքաքանակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ օրինակ ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու օրինակ չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խումբ խնդիրներն են որպես այդպեսին սովորաբար օրակարգում եւ դրանք կառավարելի են։ Մենք նման իրավիճակներում մաքսային մասով հատկապես մենք մեր քննարկումներ ունենում ենք մեր ռուս գործընկերների հետ, բայց քանի որ խնդիրը նշեցի
ավելի շատ այդ ֆիտոսանիտարական տիրույթում է, կարծեմ ճիշտ կլինի նաև համապատասխան ուղղությամբ էլ հարցեր ուղղեք եւ ստանաք պատասխան։ Պարզ է, աշխարհում ինչ որ կտրուկ փոփոխություններ կամ էական փոփոխություններ ունենում են որոշակի տարբեր դրդապատճառներ տվյալ իրավիճակի, տվյալ երկրի վարվող քաղաքականության կողմից։ Հիմա Ռուսաստանի վերահսկող մարմինները, եթե որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք որոշում են, որ ինչ որ ժամանակ առ ժամանակ պետք է խստացումներ անեն, եւ իմ դրա համար ես հորդորեցի մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին լինել ուղղակի հետեւող կանոններին, որտեվ այդ հետևելը կանոններին հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում պետությանը կանգնել իրենց մեջքին, որովհետեւ երբ որ լինում է իրավիճակ, որ հենց բիզնեսմենն է մեղավոր լինում այդ կանոններին չհետևելու առումով, շատ դժվար է լինում մեր մակարդակում օրինակ բանակցել մեր գործընկերների հետ եւ փորձել այդ հարցերին լուծումներ տալ։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի, թե ինչ չափի խստացումներ կլինեն, հատկապես վերահսկողության տեսանկյունից, այսինքն դրա չափից կախված մենք կարող ենք արդեն գնահատել, հասկանալ ինչ էֆեկտ կլինի, բայց անցած տարվա բանը այդ խնդիրները, որոնք իրենց ծավալով երևի թե բավական մեծ էին, եթե համեմատենք, ասենք, նախորդ տարիների հետ, դրանք իրենց բացասական էֆեկտ ունեցան որոշակի մեր արտահանման ծավալների վրա, հատկապես կոնյակի մասին է խոսք գնում, բայց դուք նկատեցիք, որ տնտեսությունը շատ չտուժեց, այսինքն տնտեսական դինամիկայի վրա իր ազդեցությունը ավելի սահմանափակ եղավ, ինչու, որովհետև ժամանակի ընթացքում եւ Վրաստանի եւ Ռուսաստանի կարողացանք լուծումներ գտնել։ Հիմա դա է ռեժիմը։ Հետևել կանոններին, ոչ օբյեկտիվ իրավիճակներում փորձել կանգնել տնտեսվարողների մեջքին եւ լուծումներ գտնել մեր ռուս գործընկերների հետ։ Ազգային ժողովի նախագահի հայտարարություններն է մեկնաբանել Հովիկ Աղազարյանը։ Հիշեցնեմ, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ եթե Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։ Պատգամավորը չի կարծում դա շանտաժ է, իսկ խոսակցությունները միշտ եղել են հանդիպումների կուլիսային ֆորմատներում։ Հիմա եկել է այն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը եվրոպական ուղղվածություն է ցուցաբերում։ Օրենք ընդունվեց, հետևաբար դու չես կարող օրենքն ընդունել, հետո գնալ Պուտինին ասել, թե օրենք է ընդունել ենք, գցած է այնտեղ, ասել է Հովիկ Աղազարյանը։ Հիմա եկել է այն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետև ավելի հստակ, ասենք, իշխանությունները եվրոպական ուղղվածություն են ցուցաբերում, օրենք ընդունվեց եւ այլ, հետեւաբար չես կարող դու այդ օրենքը ընդունես, հետո գնաս Պուտինին ասես, դե վրացի օրենք այլ ընդունեք սատանդ է, չէ։ Բայց իրենք ասում են, ԵԱՏՄ-ում հա դա տնտեսական օգուտներ են քաղում, բայց մենք քաղաքական այլ օրակարգեր ունենք, այսինքն սա ընդունելի է ձեզ համար, այս որ մի տարանջատեք քաղաքականությունը, արտաքին վեկտորը ԵԱՏՄ-ից եւ այլն, սա դա այդպես չի լինում, Եթե դու մի ուրիշ տնտեսական միավորման, մաքսային միավորման անդամ ես լինում, մյուսի մեջ չես կարող լինես, ուղղակի չես կարող լինես, երկու տեղ հնարավոր չի միաժամանակ լինել։ Այդտեղ եւի քաղաքականություն չկա հանդեպ, որովհետեւ չի կարելի որ լինել եւս մաքսային միության անդամ, եւ այդ մաքս, դա եւ այստեղ ճիշտ չի կիրառվում։ Այ ուրիշ բան, եթե դու իսկապես քո վերջնական նպատակը Եվրոպա գնալն է, երթադրենք թե ինչ-որ քաղաքական ուժի քո տնտեսությունը բեր այն մակարդակի եւ երբ որ քո հարևան պետությունը այդ ժամանակվա Վլադիմիր Վլադիմիրովիչն ասի դե գիտեք ինչ կա որ այդ ձևիա մենք գազը ուրեմն պետք է թանկացնենք կներեք որ պիտի դիմանալ ձեր ժողովուրդը դու պատրաստ լինես դրան ասի թանկացնու հարց չկա մենք էլ ծիրանը կթանկացնենք մենք էլ ուրիշ բան կթանկացնենք ենթադրենք բայց երբ որ դու պատրաստ ես դրան Փաշինյանը նման կերպ խոսի Իհարկե կարող է, չի կարող, եթե դու չես ոտնահարում քո հարևանի կամ քո այսպես կոչված այդ պահին գործընկերոջ շահերը, նախապես ասում ես, որ այդ գործընկերը կողմնորոշվի իր մոտ համապատասխան փոփոխություններ անի, ապա ի՞նչ կա այդտեղ խոսալու։ Երկու լավ նորություն ունի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնության։ Երկու նախագիծն էլ Ազգային ժողով են եկել անհետաձգելի ռեժիմով, այսինքն քննարկվում են արագացված ընթացակարգով, եւ նա կարծում է, որ մինչև այս ամսվա վերջ կամ ամենաուշը հաջորդ ամսվա սկզբին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված կլինեն այդ նախաձեռնությունները։ Թե ինչի մասին է խոսքը տեսանյութ Առաջինը վերաբերվում է շատ քննարկվող քրեական գործերի խնդրին, երբ հարկային խախտումների համար հարուցում են քրեական գործեր եւ տնտեսվարողները գնում են քննչական կոմիտե, մենք
նախ առաջինը էական բարձրացրել ենք քրեական գործ հարուցելու շեմը, ներկայումս 10 միլիոն դրամի փոխարեն խախտումը պետք է լինի 1 տարվա համար 30 միլիոն դրամ կամ 2 տարվա համար 45 միլիոն դրամ, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ երկրորդը մենք օրենսդրական փոփոխություններով բացառել ենք այն հնարավորությունը, որ կիսատ պռատ հաշվարկների, նախնական հաշվարկների վրա կարող են տնտեսվարողին լրացուցիչ հարկեր առաջադրվել եւ միանգամից քրեական գործ հարուցվի։ Այսինքն կլինեն ֆիլտրեր, կլինեն խորքային ուսումնասիրություններ եւ տնտեսվարողը հնարավորություն կունենա պետական եկամուտների կոմիտեի հետ մինչեւ վերջ ճշտել իր հարաբերությունները։ Նշեմ, որ այս որոշման արդյունքում արդեն ընթացքում գտնվող մոտ 600 գործեր ավտոմատ կկարճվեն, իսկ հետագայում չեն կուտակվի հենց այս մեխանիզմի շնորհիվ։ Եվ երկրորդ փոփոխությունը վերաբերում է ոսկյա զարդերի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող մեր տնտեսվարողներին։ Մենք փոխում ենք ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգը եւ այսուհետ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե որ ոսկյա զարդի վաճառքի ամբողջական վերջնական գնից, այլ եթե արտադրողը այդ վաճառքի գնից կհանվի հումքի ոսկու եւ թանկարժեք քարերի արժեքը, իսկ եթե վերավաճառող է, ավելացված արժեքի հարկը կգանձվի այդ զարդի ձեռքբերման եւ վաճառքի գնի տարբերությունից, ինչը կարծում եմ մեր տեղական ոսկերչական արտադրանքի գինը կիչեցնի եւ կդարձնի ավելի մրցունակ։ Այլ թեմաների մասին Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Ի թիվս այլ թեմաների հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ գործակցության արդյունքում Միացյալ Նահանգների իրավասու դատարանի որոշմամբ հաստատված հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին եւ ժամկետին։ Ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում Արտեմ Ասատրյանը։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաեւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին։ Նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկություն չի հաղորդվում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Քրիստինե Ղալեչյանը ողջունել է Խալիլ Շիրղոլամիին, կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ Ղալեչյանն ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի եւ իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքն ավարտել նախատեսված ժամկետներում 2027 թվականին։ Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռքբերված կարևոր որոշումը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում գրառում կատարելով։ Նաեւ բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում Պակիստանի եւ հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Հրադադարի նաև աշխարհում կատարվող այլ իրադարձությունների մասին տեսաշարով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 8-ին կսկսի իր այցը ԱՄՆ, որը կտևի մինչև ապրիլի 12-ը։ Այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը։ Ապրիլի 9-ին Ռյուտեն ելույթ կունենա եւ կմասնակցի Ռեյգանի նախագահական հիմնադրամի ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկմանը։ Ապրիլի 10-ից մինչև 12-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բիլդերբերգյան ակումբի խորհրդաժողովին։ Ռյուտեի հանդիպումներն ԱՄՆ ղեկավարության հետ կկայանան Վաշինգտոնի կողմից դաշինքի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։ Թրամպը բազմիցս եւ կոշտ ձևով քննադատել է ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների դիրքորոշումները։
որոշումը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններում ԱՄՆ-ին չօգնելու համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները լիակատար եւ ամբողջական հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ։ Թրամփը նաև նշել է, որ խաղաղության շուրջ ցանկացած համաձայնագրում կներառվի Իրանում մնացած միջուկային նյութի հարցը։ Դա հրաշալի կերպով կկարգավորվի, այլապես ես չէի գա համաձայնության, ասել է Թրամփը առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենալու Ուրանի հետ։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն իր հերթին հրադադարի շուրջ համաձայնագիրն անվանել է ԱՄՆ-ի համար հաղթանակ, որն իրականացրել է նախագահ Թրամփը եւ մեր անհավատալի զինվորականները։ Նա նշել է, որ Իրանի դեմ գործողությունը պետք է տևեր 4-ից 6 շաբաթ, սակայն զինվորականների շնորհիվ ԱՄՆ-ն 38 օրում հասել է իր ռազմական նպատակներին եւ գերազանցել դրանք։ Իրանն էլ իր հերթին հայտնել է, որ հաղթել է պատերազմում։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատմական եւ ջախջախիչ պարտության մասին։ Իրանը եւ դիմադրության շարժումը ըստ էության լիովին ոչնչացրել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական մեքենան, նշված է հայտարարությունում։ Այս հայտարարություններից առաջ կողմերը հայտնել են երկշաբաթյա հրադադարի եւ բանակցությունների մասին։ Իրանը 2 շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար։ Անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, ասված է հայտարարության մեջ, որը նախարարը հրապարակել է X սոցիալական հարթակիր պաշտոնական էջում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները եւ հետեւել հրադադարի պայմաններին, որպեսզի տարածաշրջանում ճանապարհ հարթվի երկարատև եւ համապարփակ խաղաղության համար։ Նշված է հայտարարության մեջ, որը տարածվել է ՄԱԿ-ի կայքում։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է քաղաքացիական բնակչության կյանքը պաշտպանելու եւ մարդկային տառապանքները մեղմելու համար։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, այն անվանելով մեկ քայլ հետ անդունդի եզրից։ Այն ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն մեղմելու սպառնալիքները, կանգնեցնելու հրթիռները, վերսկսելու նավագնացությունը եւ ստեղծելու տարածք դիվանագիտության համար դեպի երկարատև համաձայնություն։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար, գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը X-ում։ Կայա Կալասը նաև հայտնել է, որ զրուցել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարի հետ եւ շնորհակալություն հայտնել նրան նախնական համաձայնությունն ապահովելու համար։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա։ Այս մասին ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Գրեթե 40 օր անց այսօրվա հրադադարը հույս է տալիս Մերձավոր Արևելքին եւ աշխարհին, գրել է դիվանագետը։ Նա գտնում է, որ այս պայմանավորվածությունը կանխում է անդառնալի հետևանքներով լարվածության սրումը։ Դիվանագիտությունը, բանակցությունները եւ միջազգային իրավունքը միակ ուղին են դեպի կայուն խաղաղություն, որին արժանի են Մերձավոր Արևելքի բնակիչները։ Հրադադարը պետք է տարածվի Լիբանանի վրա անվտանգության խորհրդի 1701 բանաձևի շրջանակներում, ընդգծել է նախարարը։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել էր, որ Իրանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես եւ պահպանվելու է Լիբանանում եւ ամենուր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը սատարում է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ որոշումը։ Այդուհանդերձ հայտարարության մեջ շեշտվում է, որ համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է մղում Հեզբոլահ կազմակերպության ռազմական ջոկատների դեմ։ Հյուսիսային Կորեան ապրիլի 8-ին մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել ճապոնական ծովի կողմը։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ հայտնաբերել է հրթիռներ, որոնք ապրիլի 8-ին ժամը մոտավորապես 8:50-ին արձակվել են երկրի հյուսիսային Վոնսան շրջանից։ Ըստ հարավկորեացի զինվորականների հրթիռներն անցել են շուրջ 240 կիլոմետր։ Սա այս տարի հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արդեն 4-րդ արձակումն է։ Ապրիլի 8-ի առավոտյան հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին հաղորդագրություններից հետո Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմին առընթեր ազգային անվտանգության վարչությունը անցկացրել է արտակարգ նիստ։ Նրանք հայտարարել են, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը սադրիչ գործողություն է, որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը եւ կոչ են արել Հյուսիսային Կորեային անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք զենք զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել կան ձերբակալվածներ։ Ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հերթական խուզարկությունների արդյունքում զենք զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը, 4 անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետր հատվածում բախվել են DAF Մակնիշի Բեռնատարն ու ՎԱԶ 21014-ը, հաղորդում է Շամշյանը։ Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել բուժկենտրոն։ DAF Բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում ամրաններով։ Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում 3 ժամը 19-ի սահմաններում Նուբարաշեն Մասիշ ճանապարհին բախվել են Ford Transit, Բեռնատար Գազել, Mercedes, Volkswagen և ՎԱԶ 2107 Մակնիշի մեքենաները։ Շամշյանի հաղորդմամբ 3 մարդ տեղափոխվել է Մասիս բժշկական կենտրոն։ Տեղում պարզվել է, որ վթարը տեղի ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի գնդի պարեկները դուրս են եկել դեպքի վայրից։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ֆորդի վարորդը։ Մեքենան բախվել է մյուս մեքենաներին, ինչի հետևանքով Գազելը կողաշրջվել է։ Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։ Խնդրում ենք և հորդորում զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց։ Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել Telcel ընկերությանը, ասված է հաղորդագրությունում։ Մինչև ապրիլի 10-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը Facebook-յան էջում ներկայացրել է, թե ինչ վտանգ կարող է հարուցել նման ուժգնության քամին։ Լևոն Ազիզյանի խոսքով քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ևս զգուշացնում է։ Ներքին գործերի նախարարության փրկարծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։ Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում խուսափել բաց տարածություններից, հատկապես այն տարածքներում, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են ընկնել։ Լինել ուշադիր մոտակա կառույցներին, չամրացված կառուցատարերը կարող են ընկնել, ուստի համոզվեք, որ շրջակայքը զերծ է հնարավոր վտանգներից։ Եթե դուք արդեն գտնվում եք բաց տարածքում կամ ձեր տունը չի ապահովում բավարար պաշտպանություն, արագ տեղափոխվեք անվտանգ վայր ավելի ամուր կառույցներին մոտ, հնարավորինս մնացեք ներսում։ Եթե գտնվում եք փողոցում, հեռու մնացեք էլեկտրասյուներից և լույսի լամպերից, քանի որ ուժեղ քամու դեպքում մեծանում է դրանց ընկնելու կամ վթարային իրավիճակների զարգացման հնարավորությունը։ Եթե գտնվում եք տանը, ստուգեք պատուհանները և դռները։ Պատուհանները և դռները պետք է ամրացված լինեն, որպեսզի քամիներից դրանք չբացվեն և չվնասեն։ Եթե բնակարանում կամ տան որևէ հատվածում կոտրված կամ բաց պատուհաններ կան, դրանք անհրաժեշտ է ամրացնել կամ փակել նախքան քամիների ուժեղացումը։ Բացառեք ծանր իրերի օգտագործումը։ Ուժեղ քամիները կարող են վնասել բաց տարածքներում գտնվող ցանկացած առարկա։ Մի թողեք բաց տարածքներում կամ այգիներում ծանր իրեր, օրինակ շինանյութ, տանիքի թիթեղներ կամ կահույք։ Եթե կան նման իրեր, նախքան քամիները, դրանք պետք է տեղափոխել անվտանգ վայր։
Վերցրեք անհրաժեշտ փաստաթղթեր եւ լիցքավորիչներ։ Ուժեղ քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Պատրաստվեք հնարավոր հետևանքներին։ Իրավիճակի բարդացման դեպքում ձեզ մոտ պահեք կարևոր փաստաթղթերն ու բջջային հեռախոսը։ Եթե գտնվում եք ավտոմեքենայում, նվազեցրեք արագությունը եւ փորձեք կանգ առնել անվտանգ վայրում։ Խուսափեք կայանել ավտոմեքենաները ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ, որպեսզի նվազեցվի վնասների հավանականությունը։ Հատկապես ուշադրություն դարձրեք բարձր վնասված ծառերին, տանիքների չամրացված թիթեղներին, որոնք կարող են ընկնել եւ վնասել ավտոմեքենաները։ Մի բացեք պատոհանները ու դռները, փոշու, փայտերի կամ այլ թռչող առարկաների ներթափանցումը կանխելու համար։ Մի շարժվեք, եթե դա վտանգավոր է։ Եթե տեսանելիությունը ցածր է կամ ճանապարհին ընկած են առարկաներ, սպասեք անվտանգ ժամանակի շարժումը վերսկսելու համար։ Դուրս մի եկեք ավտոմեքենայից, եթե չեք համոզվել, որ շրջակա տարածքը անվտանգ է։ Դուրս գալուց առաջ գնահատեք միջավայրը, համոզվելու համար, որ չկա ծառերի, էլեկտրասյուների կամ շինարարական տարրերի ընկնելու վտանգ։ Արտակարգ դեպք պատահարների առաջացման դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարով։ Հարգելի քաղաքացիներ, հիշեք, որ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն համապատասխան նախապատրաստությամբ եւ անվտանգության կանոնների խստորեն պահպանմամբ։ Իսկ վաղը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։